Հաղորդավարուհի երգահան Մարինա Թագակչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլորն ինչ-որ մի կարծիք արտահայտեցին Անդրեի դեպքի վերաբերյալ, քանի որ ընտանիքը մութ անտառ է և իրական եղելությանը տեղյակ են միայն ընտանիքի անդամները, տեսակետ չեմ արտահայտի, ուղղակի մի փաստ հիշեցի: Անցյալ տարվա մայիս ամսվա սկիզբն էր կամ ապրիլի վերջը թիվ 2 բուժ միավորումում բժշկի մոտ հերթիս սպասելուց մի կին հետևից տպտպացրեց ուսիս ասելով «Մարինա, էս դու ես»: Պտտվեցի տեսնեմ Անդրեի մայրն ա: Զարմացա հարցնելով «Բա էս ինչ եք անում Հայաստանում»: Ասաց ինչ-որ բժշկական ձև ա եկել վերցնի, ապա 2 օրից թռնում ա: Անդրես աղջիկ ա ունենում, չեմ դիմանում երբ հասնեմ: Հարցրի ոնց են, Անուշը, Հարսիկը: Ասաց վայ, Հարսս շատ համեստ, խելոք երեխայ ա, մնացածն էլ չգիտեմ: Մի քանի օր է ինչ համացանցը եռում է Անդրեի և Անի Օհանյանի ամուսնալուծության թեմայով: Անիի հրապարակումը, որում նա պատմում է իրենց ընտանեկան կյանքի մութ կողմերի մասին, դարձել է լայն հասարակական քննարկման առարկա: Բազմաթիվ օգտատերեր, լրագրողներ և հայտնիներ իրենց կարծիքն են հայտնում պաշտպանելով կամ Անիին, կամ Անդրեին: Արա Ղազարյանը ևս անդրադարձել է սկանդալային թեմային, բացահայտելով մի շարք կարևոր մանրամասներ, որոնք մինչ այժմ հանրությանը հայտնի չէին: Նրա մեկնաբանությունները նոր լույս են սփռում այս պատմության վրա և ստիպում են մի քանի հարց նորից վերանայել: Նշենք, որ Անդրեն ունի առողջական խնդիրներ և երեկ հայտնի դարձավ, որ նույնիսկ նրան հոսպիտալացրել են, իսկ ավելին Արա Ղազարյանի մեկնաբանությամբ: Ես ուղղում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հարյուրավոր, հազարավոր կոմենտներ են գրում ու դատապարտում են Անդրեին և պահանջում են, որպեսզի Անդրեին բարձրացնեն կախաղան, քառատեն, մասնատեն, սպանեն և անեծքախառը, հայոյախառը մեկնաբանություններ են գրում ամենատարբեր ֆեյսբուքյան և ինստագրամյան հարթակներում: Բնական է շատ, որ այսօր ամենահայտնի երգիչներից մեկը դարձել է ամենաքննարկվող մեդիա դեմքը, որովհետև կա մեդիա առիթ: Բայց ժողովուրդ ջան, գոյություն ունի անմեղության կանխավարկած: Դատարանի վճիռ մենք չունենք, որտեղ ներկայացված է Անդրեն որպես բռնարար: Երևի թե սպասենք այդ դատարանի վճռին, հետո նոր ակտիվանանք: Դատավարությունը տեղի է ունենում ԱՄՆ-ում, այստեղ կողմնապահության մասին որևէ խոսք լինել չի կարող, չէ: Ասեմ ավելին, դատավորի թույլտվությամբ Անդրեն հանդիպում է երեխայի հետ, պարբերաբար: Նույն դատավորի թույլտվությամբ Անդրեն լքել է երկիրը և գտնվում է այսօր Երևանում, որպեսզի մասնակցի Շանթի նախագծին: Եթե Անդրեն լիներ հատկապես վտանգավոր հանցագործ, հաստատ ԱՄՆ-ում դատավորը թույլ չէր տա նրան, որպեսզի նա լքեր երկիրը: Հիմա որ գրում եք, որ խոսում եք, գիտեք ինչ, շատերիդ համար այս մեդիա առիթը ծաղրուծանակի թեմա է, շատերիդ համար սրամիտելու թեմա է, հայկական PDP, ինչ-որ սենց բաներ եք գրում: Կա մարդ, ում համար սա անձնական դժբախտություն է: Կան մարդիկ, կա ընտանիք, ում համար սա անձնական դժբախտություն է: Կարելի է չէ՞ մի քիչ հարգել դա: Անդրեն իմ ընկերն է եղել: Անդրեի հետ ես շփվել եմ պարբերաբար, երբեմն շատ մտերմիկ, երբեմն եղել են նաև ընդմիջումներ մեր ընկերական հարաբերության ժամանակ: Շատերիս մոտ է այդպես լինում, երբեմն մոտենում ես, երբեմն հեռանում ես: Ժողովուրդ, բռնարար լինելը կամ մարդ, կին, երեխա ծեծելը, ժողովուրդ, կներեք, բայց դա Անդրեի մասին չի: Էս մեկ: Երկրորդը, եթե եղել է բռնության ցանկացած դրսևորում նրանց ընտանիքում, թեկուզ նաև հոգեբանական բռնության դրսևորում, ես Արա Ղազարյանս հայտարարում եմ, որ ես դատապարտում եմ, որովհետև ընտանեկան բռնության ցանկացած դրսևորում իմ համար անընդունելի է: Բայց սպասենք դատարանի վճռին, որից հետո նոր անենք հետևություններ: Էլի եմ կրկնում, ԱՄՆ-ում են դատում և դատավարությունը այստեղ է, իսկ այստեղ հանրային մարդկանց նկատմամբ շատ ավելի խիստ է գտնվում դատարանը, քան սովորական հասարակ մահկանացուների: Սպասենք, հետո նոր ակտիվանանք, էլի եմ ասում, մարդը ունի սրտի խնդիրներ, մարդու
սրտի հետ կապված գործողությունները արված եւ ունի մի քանի ստենդ նկատի ունեմ Անդրեն, եթե հասցնենք ինֆարկտի եւ մարդը գնա ու խառնվի 1000 տարվա մեռելներին, հաստատ ձեզանից որևէ մեկը դրանից չի երջանկանալու, ասեմ ավելին, երևի թե ձեր խղճիրա թթվելու է, որովհետեւ էլի եմ կրկնում, չգիտեք ինչի մասին եք գրում, բայց ակտիվ գրում եք։ Մեր ժողովուրդը կարողանում է անի, մեր ժողովուրդը կարողանում է յառլիկներ կպցնի, մի կպցրեք։ Սպասեք դատարանի վճռին, որովհետեւ էլի եմ կրկնում, դատը տեղի ունենում Միացյալ Նահանգներում։ Հետո նոր ակտիվացեք։ Ամոթ է։ Հա, ու վերջում մի բան էլ ավելացնեմ, ու սրանով եզրափակենք։ Այն որ ամենատարբեր հարթակներում, ամենատարբեր գրառումների տակ, լրատվականների նյութերի տակ գրում եք, թագ եք անում հայտնի մարդկանց, այդ թվում նաև ինձ, Նազենի Հովհաննիսյան, մեր Բաղդասարյան, Ավետ Բարսեղյան, Սոֆի Մխյան, Սիրուշ, լիքը մարդկանց թագ եք անում ու ստիպում եք, որ այս մարդիկ իրենց կարծիքն ու տեսակետը ասեն։ Դուք ով եք, որ մեզ կամ վերնշված ուրիշ մարդկանց ստիպում եք կարծիք ասել։ Հիմա մարդիկ կուզենան իմ նման իրենց կարծիքը կասեն, կուզենան չեն ասի։ Ազատ երկիր է եւ Հայաստանում, եւ Միացյալ Նահանգներում։ Իսկ դուք ով եք, որ ստիպում եք հարային մարդկանց ասեն իրենց կարծիքը։ Հա, այդ մարդկանցից շատերը եղել են իրենց տանը, կերել են, խմել են, սուրճ են խմել, նստել են, զրուցել են, հաճելի ժամանակ են անցկացրել։ Բայց դա չի նշանակում, որ այսօր իրենք կարող են իրավունք իրենց վերապահեն եւ խառնվեն այդ մութ բազարին։ Դուք ով եք, որ այս մարդկանց էթում նաև ինձ ստիպում եք ինչ-որ բան ասել։ Արաղազարյանը նաև գրել է. «Ժողովուրդ, անմեղության կանխավարկածի մասին լսել եք, ամնում դատը չի սկսվել, չկա դատարանի վճիռ, ասեմ ավելին, դատավորը թույլ է տվել Անդրեին պարբերաբար հանդիպել երեխայի հետ։ Դատավորի թույլտվությամբ Անդրեն լքել է Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ հիմա գտնվում է Երևանում։ Կարող ենք ազգովի սպասել դատարանի վճռին, որն ի դեպ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ալինելու եւ որևէ մեկը չի կարող մտածել, որ կանխակալ կլինի, քանզի այստեղ շատ ավելի խիստ են մոտենում այն մարդկանց, ովքեր հանրային են։ Սպասենք ու չթունավորենք մարդու, արտիստի, հայի, մեր հայրենակցի կյանքը։ Իդեպ ես ինքս դեմ եմ ընտանեկան բռնությանը եւ դատապարտում եմ ընտանեկան բռնության ցանկացած դրսեւորում։ Սա էլ ասածիս կոնսպեկտը, որ լրատվականները հորինելու կամ չարչարվելու թեմա չունենան»։